Երևանից Սիսիանի որևէ գյուղ հասնելու համար 200 կիլոմետրից ավելի ճանապարհ պիտի կտրես, լեռնային ոլորաններով բարձրանաս ու իջնես, որոնք յուղը կարծես հազարավոր կիլոմետրերով են հեռացնում քաղաքակրթությունից, բարեկեցիկ կյանքից։ Գյուղում տղամարդիկ քիչ են, գյուղը կնոջ ուսերին է ընկել, ամեն մեկին հոգսի իր ու ամուսնու բաժինը։ Ոչ միայն տունը պահելու, այլ իր խոսքն ասելու իրավունքը նա վաստակել է իր իմաստնությամբ ու աշխատասիրությամբ։ Նրան հնարավորություն է պետք եւ խթան նաեւ հասարակական կյանքում իր կարևոր դերը ստանձնելու համար։ Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպությունը 2010 թվականի հոկտեմբերից Սյունիքի մարզի Իշխանասար, Տորունիկ, Ույց համայնքներում եւ Սիսիան քաղաքում իր հերթական ծրագիրներ իրականացնում։ Կանանց շահերի պաշտպանությունը էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով։ Վեց ամիս տևողությամբ կարճաժամկետ այս ծրագիրը ֆինանսավորում է Oxfam Մեծ Բրիտանիա միջազգային բարեգործական կազմակերպությունը։ Նրա հայաստանյան գրասենյակը համայնքների զարգացման տարբեր ծրագրեր է իրականացնում շուրջ 165 գյուղերում։ Այդ ծրագրերում շեշտված են գենդերային հավասարության սկզբունքը, կանանց տնտեսական, քաղաքացիական եւ սոցիալական իրավունքների պաշտպանությունը հեռավոր եւ մեկուսացված գյուղական համայնքներում։ Oxfam Մեծ Բրիտանիայի հովանավորությամբ ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպությունը 2007 թվականից իրականացնում է համայնքի ձայնը որոշումների կայացման գործընթացում ծրագիրը։ Սյունեցի կանանց ուժի եւ կարողությունների վրա էլ հիմնվեց հավասար իրավունքներ եւ հավասար հնարավորություններ կանանց համար ծրագիրը։ Սիսիան քաղաքում կազմակերպվեց երթ, որը միջոց էր ասելու կանայք պայքարում են հանուն իրենց քաղաքացիական իրավունքների պաշտպանության եւ գենդերային հավասարության ամրապնդման։ Գործնական քայլը ինտերնետային ստորագրահավաքն էր ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների դեմ, որոնք սահմանափակում էին կանանց սոցիալական իրավունքները։ 1500-ից ավելի ստորագրություններն իրենց դրական արդյունքը տվեցին։ Ինչու կոնկրետ աշխատող կինը պետք է օգտվի սոցիալական նպաստներից, մանավանդ երեխային հասանելիք նպաստներից, իսկ չաշխատող մայրը չի օգտվում։ Իմ համայնքում անգամ ստորագրողներ եղան ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ։ Էլեկտրոնային հաղորդակցության միջոցները որպես կանանց իրավունքների եւ շահերի պաշտպանության գործիք ծրագիրը յուղում մեկ այլ կարևոր առաքելություն ուներ։ Էլեկտրոնային գործիքներից օգտվելու հմտություն, իրավական դաշտի ճանաչողություն, ինքնագիտակցություն, ինքնավստահություն։ Ամփոփիչ նշանակություն ուներ Սիսիան քաղաքում անցկացված կլոր սեղանը, կանանց դերը հանրային կյանքում թեմայով։ Սիսիանից առաջի անգամ եմ դուրս բերում այդ աշխատանքները, դա ինձ մեծ հնարավորություն տվեց, ես շատ շնորհակալ եմ այդ կազմակերպությունից եւ ինձ թվում է դրանով շատ կանայք շատ կողոքեվորվեն։ Այս կանայք իրենց աշխատանքներով եւ պատրաստած ուտեստներով մասնակցեցին Երևանում ապրիլի 7-ին կազմակերպված միջոցառմանը, որը կոչվում էր «Կանայք մեր ծրագրի սիրտն ու հոգին են»։ Ծրագիրը, որը մեր կազմակերպությունը իրականացնում է Oxfam Մեծ Բրիտանիա Հայաստանյան Երևանյան գրասենյակի հետ, իր ծավալներով համեստ լինելով հանդերձ շատ էական նշանակություն է ունենում, հատկապես հեռավոր բնակավայրերում ապրող եւ կարիքավոր ընտանիքների համար։ Ծրագրի անքակտերի եւ բաղկացուցիչ մաս է կազմում նաեւ գենդերային խնդիրը, կանայք եթե վատ վիճակում են։ Ես գտնում եմ, որ դա առաջին հերթին ամենակարևորը այդ տղամարդու խնդիրն է, որ այդ կինը հայտնվել է այդպիսի վատ վիճակում, եւ իրավական, եւ տնտեսական, եւ քաղաքական առումով։ Այս աշխատանքների համար մրցույթ եղավ, հաղթողները դրամական պարգևներ ստացան։
Բայց միակ պարգևը, որն ակնկալում է նրանցից յուրաքանչյուրը, սերն է ու արժևորումը, լինեն նրանք քաղաքային աղմուկի մեջ, թե ամեն ինչից կտրված լեռներում։